հասկանում են, որ այս իշխանությունը նենց քացիներով աջ, ձախ, վերև, ներքև տրորել է սահմանադրությունը եւ այս անգամ էլ հնարավոր է տրորի, մեր սահմանադրությամբ ուղղակիորեն արգելվում է խորհրդարանական ընտրությունների նույն օրը նշանակել հանրաքվե, բայց քանի որ սրանք թքած ունեն սահմանադրության վրա, ես չեմ բացառում, որ Ալիևի պահանջը կատարելու համար իրենք բերեն եւ հունիսի 7-ին նշանակեն նաեւ խորհրդարանական ուրեմն ընտրություններ գումարած հանրաքվե, այսպիսով անելով դվա վադնում երկրորդ իմ կարծիքով ես քանի որ մտածում էի այդ մասին արժե խոսել թե չէ, բայց քանի որ արդեն բնականաբար բաց հարթակ է Ֆրանս 24 News-ին Ալիևի տված հայտարարությունը, այնտեղ ինքը խոսել է մեր ռազմագերիների մասին եւ մասնավորապես Արցախի, այո, քաղաքական էլիտայի մասին, որոնք գտնվում են Բաքվի բերդում, հիշում եք, չէ, Նիկոլն էլ ասեց իր վերջի հարցազրույցում, որ այդ մասին եկեք չխոսանք, մենք աշխատում ենք, Արարատ Միրզոյանն էլ ասեց, լավ լուրի ենք սպասում, ԱՄՆ փոխնախագահը խոստացավ եւ իր խոսքը պահեց եւ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, այո, ինքը բարձրացրել է հայ ռազմագերիների եւ մասնավորապես Արցախի ղեկավարության հարցը եւ ահա ես ներկայացնում եմ ձեզ բառացի ուղակի թարգմանությունը այդ կտորը այդ հարցազրույցից եւ այսպես Ֆրանս 24-ի լրագրողը Ալիևին հարցնում է ես ուզում եմ անդրադառնալ ձեր երկրի ռազմական դատարանի որոշմանը, որը խիստ ազատազրկման դատավճիռ է կայացրել Լեռնային Ղարաբաղի 13 պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում նախկին առաջնորդների համար պահանջելով ցմահ բանտարկություն։ Մենք տեղեկություն ունեինք, որ ԱՄՆ փոխնախագահը խոսել է այդ հարցի շուրջ եւ խնդրել է ձեզ, որ գուցե ներում շնորհեք նրանց, որպես տարածաշրջանում խաղաղության հասնելու միջոց։ Արդյոք Վենսը ձեզ դա խնդրել է եւ արդյոք դուք Վենսի խնդրանքը կկատարեք եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ներում կշնորհենք։ Եվ հիմա ինչա պատասխանում Ալիևը, այո, փոխնախագահի հետ մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում այլ հարցերի շարքում նա նույնպես բարձրաձայնել է այս հարցը եւ ես արտահայտել եմ Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։ Մենք հիմնականում քննարկել ենք թրիփը, տարածաշրջանային հարցեր, բայց ինչ վերաբերվում է այն մարդկանց, որոնց դուք հիշատակեցիք, սրանք անօրինական անջատողական ռեժիմի առաջնորդներ են, որոնք անօրինական կերպով գործել են մեր տարածքում ինքնիշխան Ադրբեջանի պետության տարածքում եւ որը ճանաչվել է այդպիսին ողջ աշխարհի կողմից ուշադրություն այդ թվում Հայաստանի Ալիևը Ֆրանս 24-ին ասում է, որ նրանք անօրինական գործել են Ադրբեջանի սուվերեն տարածքում 30 եւ ավել տարի, դա ճանաչվել է ամբողջ աշխարհի եւ Հայաստանի կողմից։ Տարիներ շարունակ այս մարդիկ եղել են ադրբեջանցիների եւ Ադրբեջանի դեմ բոլոր ռազմական հանցագործությունների կազմակերպիչները եւ նրանք ենթարկվել են արդարադատության, նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության արդյունքում եւ ենթարկվել են արդար դատավճռի, նրանց տրամադրվել են փաստաբաններ եւ չկա որևէ կասկած, որ նրանք կատարել են լրջագույն ռազմական հանցագործություններ։ Այսքանից հետո թղթակիցը Ֆրանս 24-ի հարցնում է, բայց կարող է ինչ որ բան անել այս հարցում, պարոն նախագահ, եւ Ալիևը հարցնում է, ինչ նկատի ունեք, թղթակիցը ասում է, եկեք շրջեք այդ էջը եւ ներում շնորհեք նրանց կամ նման մի բան, կարող եք այդպիսի ժեստ անել, ի վերջո ներում շնորհելը ձեր լիազորությունների սահմանում է եւ Ալիևը պատասխանում է, գիտեք, այս մարդիկ լուրջ հանցագործություններ
գործողություններ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատավարությունից հետո պահանջեին, որ նացիստների առաջնորդները, որոնք դատապարտվել են մահվան, գար ինչ-որ մեկը եւ ասեր, խնդրում եմ նրանց ազատ արձակեք։ Թղթակիցը հարցնում, այսինքն ոնց ձեզ համար Ղարաբաղի առաջնորդները նույնն են, ինչ որ ֆաշիստական Գերմանիայում նացիստները, որոնք մահվան դատապարտվեցին Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, Ալիևը պատասխանում է, այո, նրանք անկասկած ավելի վատն են, նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատն են, քան նացիստների կողմից երկրորդ համաշխարհայինի ժամանակ կատարված հանցագործությունները։ Հիմա կարող ենք ընդունել, երբ որ ինքը ասում է աշխարհն է ընդունել եւ նաեւ Հայաստանի իշխանությունը կարող ենք ընդունել, որ Ալիևն ասում է, որ ըստ էության այդ գերիները այդտեղ են, որովհետեւ դրա հետ համաձայն են կամ այսի հայտարարությունները Հայաստանի իշխանությունները։ Ալիևը ասում է, որ նրանք ռազմական հանցագործ են, նրանք 30 եւ ավելի տարի ռազմական հանցագործություններ են արել Ադրբեջանի սուվերեն տարածքում, ավելի վատ հանցագործություններ, քան երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստները, դա ընդունել է ամբողջ աշխարհը եւ դա ընդունել է նաեւ 44 օրյա պատերազմում ով էր իրենց դեմ Նիկոլ Փաշինյանը, չէ, այստեղ իշխանության էր, ով էր այդ պատերազմում իրենց դեմ, Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե։ Ովքեր էին այնտեղ ԿՊԱ-ականները, չէ, նաև ով էր ծառայում իր որդին։ Հիմա կարող ենք ասել, որ այս ամբողջը միֆ եւ սուտ ու բլեֆ է այս խաղաղության, որտեվ այս ամեն ինչի տակ նաև մտնում է Նիկոլը։ Բնականաբար, դե եթե ինքը ընդունում է, որ Արցախը Ադրբեջանն է ու վեր։ Հիմա այս, ասենք, Ալեն ինչի ասում իրար շնորհավորեք։ Դե ինչը պիտի իրան պահի, որ ինքը նույն բանը չանի, ասենք Նիկոլի հետ, ինչա պիտի գնահատի, որ Արցախը նվիրել է, դա։ Դե իրանք մտածում են հələ Հայաստանից այնքան բան կա տալու Տիկի Թոմասյան։ Չէ, տարագա լինելու։ Դե իրանք մտածում են, որ եթե Արցախը տարածքը օր ու կեսում եղավ, էս էլ ասենք թող Հայաստանի հանձնելնի 3 օր։ Դե իրանք մտածում են, իրանց հույսը։ Իրանց հույսը այն է, որ շարունակեն հանձնել եւ քանի որ ավելի ձեռնտու իշխանություն այսօր աշխարհակաղակական որևէ կենտրոնի համար, քան այս տվող իշխանությունն է չկա, իրանք մտածում են, «Եվ ի վերջո գիտեք, իրանք հասարակությանը եկեք լինենք անկեղծ, մենք չենք ցանկանում, զգուշանում ենք, ասում ենք այդ մասին չխոսել»։ Այո, ես լսեցի։ Իրանք հասարակությանը տալիս են այն քարոզչական սնունդը, ինչ էս հասարակությունը ուզում է լսի, հասարակությունը չի ուզում լսի, ինքը շատ լավ հասկանում է, ինչ է լինելու, որ այստեղ կան 300,000 ադրբեջանցի, բայց ինքը բլոկ է դնում, ես հասկանում եմ, պատերազմներից, ստրեսներից, տևական անընդհատ նեգատիվից, ողբերգություն, արյուն, ողբերգություն լսելուց ցանկացած առողջ հասարակություն չի ուզում 1.5 հիվանդ հասարակություն, սխալ բառ եք ասում, 1.5 միլիոն զոհ են տվել Ուկրաինայում եւ էլի հարցում են անցկացնում, արդյոք ասում են, չէ, պիտի շարունակենք, բա ոնց եք բացատրում։ Դե էդ եմ ասում։ Տարածքի 20%-ը արդեն հանձնված է, 1.5 միլիոն զոհ կա Ուկրաինայում։ Ոնց եք պատկերացնում։ Հիմա կան ժողովուրդների տարբերություն, թե մենք պիտի իդեալականացնենք, ասենք, չէ, մեր ժողովուրդը շատ լավն է, մեր ժողովուրդը Նիկոլին չի ուզում, Նիկոլը ուղղակի պնդաճակատ է մնում է իշխանության։ Մենք պիտի չգնանք այդ fake քարոզչական կտերը ժողովրդին տալու առումով եւ պիտի ասենք, որ այս ռեժիմի իշխանության է, որովհետեւ այդպես է ուզել եւ այդպես է շարունակում ուզել հասարակության մի մեծ հատված։ Ես ասել եմ, սոցիալական հարթակներում ես ամենամեծ լսարան ունեցող քաղաքական գործիչներից մեկն եմ եւ երբ որ ես տեղադրեցի դատավճիռը, որ Բաքվի դատարանում ցմահ ազատազրկման են դատապարտել Դավիթ Բաբայանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Իշխանյանին եւ տեսնեիք քանի հազար հայ, ասում եմ քանի հազար հայ, որոնց գերակշիռ մեծամասնությունը կանայք էին, գրեցին լավ են արել, ճիշտ են արել, քիչ են արել, տարոսը մյուսներին։ Մենք պիտի խոսենք այդ մասին, թե պիտի մտածենք, վայ եկեք հասարակությանը չքծնենք, որովհետև հունիսի 7-ին ընտրություն է, գնալու ենք մանդատ մուրանք, եկեք հասարակությանը չգտնենք, ես մանդատ չեմ մուրալու, Նիկոլի խորհրդարանում ես պատգամավոր չեմ աշխատելու, դա միանշանակ ես հայտարարում եմ։ Մի անգամ գոնես արդեն վերջին փուլում ճշմարտությունը ասել ժողովրդին, որ դու եթե գնացել ոնց որ Լարիսա Ալավերդյան ասեց 21 թվին, եթե դու գնացել ընտրել ես կամ դու չես գնացել ընտրության, դու ուրեմն ամեն օր քո ճաշի հետ ուտում ես դովասների մարմինը։